Արևիկ ես երեխեքը ուզում են ինձ տենան, երբ ես տանելու։ Կոտայ գյուղի երեխեքն են, Արմինե, ես եմ իրենց նկարել։ Հա։ Դե երբ որ այդ գյուղում անելիք ունենան, քեզ անպայման մեզ հետ կտանենք։ Չէ, հիմա եմ ուզում եթանք։ Հիմա։ Հա։ Արմինե ջան, բայց պատրաստ չեմ, ոչ մեյքափ եմ արել, ոչ համապատասխան հագնվել եմ։ Ոնց հիմա գնանք։ Մի րոպե սպասի, հեսա ես կգամ։ Լավ։ Արևիկ Անուշիկին բերել եմ, որ դիմահար դարում անի։ Մի քիչ քո մասին կպատմես։ Իսկ ինչ պատմեմ Արմինե ջան։ Ինչ ես ուզում պատմեմ։ Թե որտեղից ես։ Ես Գետազատից եմ։ Արդեն 2 տարի է զբաղվում եմ դիմահարդարմամբ։ Ունեմ բավականին գոհ հաճախորդներ։ Անում եմ տարբեր տեսակի դիմահարդարումներ։ Երեկոյան, հարսանեկան, առօրյա։ Իսկ այդտեղ աշխատավարձը ոնց, հա։ Շատ լավ։ Ես կարամ գամ մտա աշխատեմ։ Իսկ սիրում ես դիմահարդարում անել։ Իհարկե, այո։ Դե կգնաս ես աղջկա մոտ կսովորես։ Դիմահարդարման նոր արվեստ է։ Լարի մի հատ բան հարցնեմ, ես Անուշիկին որտեղից ես գտել։ Ինստագրամով եմ գրել։ Այ Արմինե, կրակ։ Ուզում ես վիդեոյի երեխեքին անձամբ տեսնես ուրախացնես։ Հա։ Այսինքն պետքա գնանք դպրոց, որ իրենց դպրոցում տեսնենք։ Հա։ Ժամ քանիսն է։ Մեկը։ Փաստորեն մի ժամ ժամանակ ունենք։ Ժամը 2-ին դասերը կավարտվեն։ Արմինե, Հա։ ինչու որոշեցիր հենց Անուշիկին գնաս առևանգես բերես։ Թե Անուշիկի էջու եմ մտամ պատահական, իր արած գործերը տեսամ, ինչ գեղեցիկ է անում մեյքափ բանը, ես որոշեցի իրան գրեմ, նա չմերժեց եւ եկավ։ Ինչու Անուշիկ, ինչու չմերժեցիք Արմինեին։ Մերժեք էլի։ Որովհետև Արմինեն ուզում էր մի լավ բան անել, այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել Արմինեի խնդրանքը։ Անուշիկ, կլինի ինձ է դիմահարդարես, խնդրում եմ։ Արմինե ջան, ժամանակ չունենք։ Արմինե, իսկ դու քանի տարեկան ես։ 14։ Այդ 4 տարի հետո կգաս ինձ մոտ, ես քեզ անպայման կդիմահարդարեմ։ Ճիշտ է ասում։ Ինչ ես ուզում ժամանակից շուտ մեծանաս։ Մանկությունդ վայելել է աղջիկ ջան։ Հələ երեխա ես 14 տարեկան մեյքափ անեմ։ Լորոգորո գործ անում Անուշիկը։ Հա։ Մանասիր Արմինե։ Ես։ Չէ։ Անուշիկ, որ դպրոցը ավարտեմ այս տարի, դու ինձ մեյքափ կանես։ Իհարկե Արմինե ջան, այս տարվա դիմահարդարումը շրջանավարտների ես եմ անելու։ Շատ շրջանավարտներ դիմել են ինձ իրենց դիմահարդարումների համար, իսկ քո վերջին զանգի դիմահարդարումը անպայման ես կանեմ։ Բայց դու այս տարի չես ավարտում Արմինե ջան։ Այս տարի 9-րդ դասարան չես ավարտում։ Հա։ Հա։ Չես շարունակելու քո ուսումը Նիզամի դպրոցում։ Չէ։ Բա ինչ ես անելու։ Դες եմ գալու։ Ուր ես գնալու։ Երևի գնամ ինչ-որ քոլեջում սովորեմ ուրիշ։ Ինչ ես ուզում սովորես։ Չի եմ, հələ չեմ որոշել։ Ընդհանրապես ինչ ես ուզում դառնալ։ Երևի մեծանամ, Հա։ աշխատելու եմ։ Որտեղ։ Մի հատ խանութում, որ ինչ-որ մի հատ մարդ կա, օրինակ սոկը ուզի, անեմ տամ էլի։ Բան չի փոխվել Արմինե։ Հաստորեն քո կյանքում բան չի փոխվել, ոնց կա, այդպես էլ մնացել է։ Անուշիկ ջան, հենց Արմինեին առաջին անգամ տեսա, ասաց որոշել ես ինչ ես դառնալ, էլի նույնը ասաց։ Աշխատելու եմ խանութում, որ գան մի բան ուզեն, հանեմ տամ։ Մի տարի անցել է, արդեն իր ձևով եմ խոսում։ Արմինե, բայց ուզում էիր դու իմ մոտ գայիր դիմահարդարման դասերի։ Այդտեղի գգամ։ Հետեղ էլ կգնաս։ Հա։ Գիտես ինչ էր ասում, մի քանի օր առաջ, ասում էր ուզում եմ Նիզամի գյուղապետը դառնամ։ Հեն Արմինե գնահատիր։ Շատ սիրուն է։ Անուշիկ, իսկ եթե դու
պետք լինես, ես քեզ կգրեմ։ Անպայման, հուսով եմ մի լավ բան ես էլ արեցի ձեր հաղորդման շրջանակներում։ Ձեզ լավ օր եւ հաճելի հանդիպում դպրոցի երեխաների հետ։ Արմինե, բայց ես դատարկա ձեռն գնանք, ամոթ չի։ Մի բան մտածեցի։ Ինչ եղար այ աղջիկ ջան։ Ահա, Էֆնետի փուչիկները կտանենք։ Ահա, ապրես։ Դե գնացինք, ա։ Հասանք Սերյոժ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց Կոտայ գյուղի։ Դե արի գնանք տնօրենից թույլտվություն վերցնենք։ Այ որ ուզում ես միտքդ աշխատում ա։ Շատ շնորհակալություն։ Գնացինք։ Մտեք։ Ընկեր Կիրակոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ հիշում եք, չէ՞։ Այո, հիշում եմ Արևիկ ջան, դուք եք։ Մեզ մոտ հիմա միջոցառում է դպրոցում ապրիլի 7-ին նվիրված մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, բայց մենք մեծ սիրով ձեզ հրավիրում ենք եւ կպատասխանենք նաեւ ձեր հարցերին։ Շնորհակալ ենք շատ հրավերքի համար։ Հիշում եք, որ եկան գյուղը նկարեցինք, դպրոցում նկարահանում արեցինք։ Այո։ Ես երեխաներին խոստացել էի, որ Արմինեին մի օր կբերեմ եւ իրեն կտեսնեն Արմինեին։ Ահա, հիշում եմ դա։ Արմինեն էլ այդ հոլովակը տեսավ ու ասում է երբ ես ինձ տանելու Կոտայ գյուղ։ Ուզում եմ գնամ երեխաներին տեսնեմ, ծանոթանամ նրանց հետ։ Շատ լավ է։ Ու հատկապես ուզում ենք գնալ հանդիպել 5-րդ դասարանի երեխաներին։ Ինձ թվում է միջոցառումից հետո կարող եք իրանց տեսնել։ Երեխեք, բարև ձեզ։ Երեխեք, տեսեք, ես իմ խոսքի տերը եղա ու նորից եկա ձեր դպրոց։ Բայց մենակ չեք եկել։ Ում եք եկել։ Ում եք եկել։ Հիմա ձեզ պետք է խնդրեմ, որ զիջող լինենք ու իրար հարցեր տալուց թողնենք, որ մեր ընկերոջ ձայնը լսվի, չխանգարենք, էլի անընդհատ լավ։ Հիմա ով հարց ունի Արմինեին։ Դու, արի տեսնենք ինչ հարց ունես։ Քանի տարեկան ես? 14։ Բա դու քանի տարեկան ես? 10։ Քո անունը ի՞նչ է? Լյուդվիգ։ Լյուդվիգ, ինչ հարց ունես Արմինեին։ Արմինե, դու դպրոցում որ առարկան ես շատ սիրում? Ֆիզկուլտը։ Բա դու որն ես շատ Ես սիրում։ Էլի ֆիզկուլտը։ Լավ, ինչու եք ֆիզկուլտը շատ սիրում։ Ասա։ Որտեղ ֆիզկուլտին խաղում ենք։ Մենք էլ նկարում ենք ու խաղում ենք էլ։ Ահա, հիմնականում սիրում եք խաղալ։ Շատ լավ, եթե ձեզ խելոք պահեք, Կոտայքի դաշտում կխաղանք միասին, դա? Բայց դու պարապմունքի ես, չէ՞։ Դա մի քիչ մնա կգնաս։ Արմինե, երբ որ դու տեսար առաջին անգամ Արևիկին, ինչ էմոցիաներ ապրեցիր։ Ուրեմն ես մտամ եկեղեցի այը։ Ինքը մի հատ երեխա էր նկարում, ասեց հələ եկեք ստի։ Ես գնացի ու դե հայտնի դառամ։ Բայց ես քեզ ինչպես ձայն տվեցի։ Հələ եկեք ստի, շուտ։ Դա որ քաղաքում էր։ Մասիս։ Հետո ես երբ որ քեզ հարցրեցի, դու ինձ ում նմանակեցիր։ Ոստիկանի։ Նախորդ վիդեոյի մեջ ոնց ասացիր։
Ոնց որ գաշնիկ լինես, կայնացնում ես։ Արմինե դու սիրում ես Արևիկին։ Հա։ Բա դու։ Արևիկին սիրում ես։ Հա։ Օ, ինչու։ Չգիտեմ, Ինչու ես սիրում Արևիկին։ որովհետև սիրուն եմ։ Օ։ Դու ինչու ես սիրում Արևիկին։ Որովհետև սեն շուշուտ գնում ենք իրար հետ նկարահանման, ամեն սիրում եմ։ Ամեն սիրում եմ։ Արմինե դու դասերում ամեն ժամը խոսում ես։ Հա։ Ում հետ ես խոսում։ Ընկերների։ Ընկերուհիների։ Հա։ Ոնց եք խոսում իրար հետ դասերի ժամին։ Նորմալ։ Շրջվում ես, հա, այսպես։ Չէ, իրար կողքին նստում ենք։ Հա, բա այդպես կարելի է։ Հա։ Դասաժամերին չեք խանգարում։ Բա դուք դասերի ժամերին խոսում եք։ Հա։ Ինչ թեմաներից։ Եկա թեմաներից։ Բայց դա կարող եք խոսել դասամիջոցին։ Չի երիկում։ Դասամիջոց չի երիկում։ Ճիշտ ասում։ Ոայ, Դաժե չի երիկում այդանք ջուր խմենք։ կարճ է դասամիջոցը։ Հա։ Ուզում եք ամեն դասամիջոց լինի մոտ 20 րոպե։ Հա։ Վայ, բայց այդպես չեք կարողանա ոչինչ սովորել։ Ոչինչ։ Չէ։ Արմինե մաթեմից լավ ես։ Չէ։ Կարող մի հատ էշ թարստամ։ Հələ։ 4 երրորդ կոտրակն է, անկանոն թե երրորդ քառորդը։ 3 քառորդը։ 4-ը։ Լավ, 2-ին գումանած 2։ 4։ Սխալ պատասխան 22։ Բայց ինչպես։ 2։ Լավ հումորներ անում, հա, Մարին։ Այս աբարանցու լեզուն կուլայթում ջուրախմում, որ կոկորտին չկայնի։ Հələ ծիծաղ եք բոլորդ բարձր։ Նատել ասեմ։ Ասա։ Այս աբարանցուն ասում ես ակուլա մակակա, ասում է ակուլան մամատա։ Դու խենց առաջին անգամ Արմինեին տեսար ասցիր վայ արա երկելուց։ Հա։ Դե շատ բարդ հարց տվեց էլի։ Շատ բարդ։ Ահա։ Մի հատ անենք այդ հատվածը։ Անենք։ Հա, երկել գիտես։ Հա։ Բայց գիսատ պրատ։ Ում երկը կերքես։ Կարո բլոգերի։ Դե երկի լսենք։ Այնամ։ Նո մոտավոր այդպես եղավ, լավ չեմ հիշում, էլի։ Այն որ ինքը ասեց կիսատ պրատ գիտեմ, իրեն թվում էր չեմ ասի երկի, ասի երկի։ Ինքն էլ վայ արա լավ էլի։ Ոնց կիսատ պրատ երկեմ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք եկաք մեր գյուղ եւ մեր խնդրանքը չմերժեցիք։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ, բայց ոնց որ աղջիկները քչփչում են։ Ինչ եք քչփչում այդտեղ երեխեք։ Ամենաշատը որ սպորտաձևն ես սիրում։ Ֆուտբոլը։ Ես է, խիթոգը։ Իսկ որ ֆուտբոլիստին է շատ սիրում։ Էվերսեթան։ Հետո բա։ Բարսելոնա։ Հիմա Արմինեին հարց ունի Ժորան։ Արմեն դու գիշերները հոգի զվախվես։ Չէ, բադու։ Ինչ հոգի։ Ինչ հոգի։ Բեզիոն։ Հետո։ Չէ, չենք վախենում նմանատիպ բաներից։ Արմինե, դու ասել էիր, որ երբ որ կարգոմետին եկավ ձեր տուն, դու ասացիր, որ լավ ես սովորելը։ Դու հիմա լավ ես սովորում։ Թե։ Հարվածային։ Հա։ Բա ոնց անենք, որ Արմինեն լավ սովորի, ոնց իրեն մոտիվացնենք։ Այս ասի։ Մոտիվացնող տարբերակներ ասեք, առաջարկենք։ Կամ ես դպրոց։ Նա ձեր դպրոց, համաձայնեք Արմինեն դառնա։ Ձեր ընկերներից մեկը։ Ու գա այստեղ սովորի։ Դե ուրեմն եկեք Արմինեի համար այստեղ բարձով տուն գտնենք, տեղափոխենք կոտայք Արմինեին։ Բարև Արմինե, ես Ալետան եմ։ Որ ախի մամինե։ Դու ինչ ես ուզում դառնաս ապագայում, ինչ մասնագիտությամբ ես ուզում զբաղվես։ Մեծանալու եմ աշխատեմ։ Որտեղ։ Չգիտեմ, խանութում։ Շատ լավ է։ Որ խանութում, որտեղ։ Մի հատ խանութ էլի։ Մեր գյուղ կգաս։ Երևի հա։ Այն այնտեղ սուպերմարկետ կա, կուզես այնտեղ աշխատես։ Չգիտեմ։
Դա մի փոքր մեծանում, որ ընդունեն, էլի։ Հիմա չեն ընդունի որ։ Դու հիմա ես ուզում աշխատես։ Հա, համայի։ Ամրանը նկատի ունես։ Հա, ինքը ուզում է որ դասերը վերջանա, Ամրանը խանութում աշխատի։ Ազնիվ ինչ հարց ունես Ազնիվ Արմինեին։ Դու կարգոմեդին շատ ես սիրում։ Նորմալ։ Բայց գիտեք որ Արմինեն գնաց կարգոմեդի մենահամերգին։ Հա։ Բայց մենակ չի գնացել, ամբողջ ընտանիքով գնացել են։ Ձեր անունները ասեք, աչոնիկներ։ Լարիսա, Կարինե, Քանի տարեկան եք։ ես 10, ես 7, 8։ Ահա, հիմա լսում ենք ձեր հարցը։ Քանի անգամ ես դու նկարահանվել Արևիկի հետ։ Շատ։ Միլիոնավոր անգամներ, անգամ հաշիվը կորցրել ենք։ Բայց Արմինեին մի անգամ ինձ հետ տարել էի գյուղի նկարահանմանը։ Որ գյուղներ։ Այն որ կաթ խմեցիր կովի։ Կամարիս։ Ապրի։ Իսկ Կամարիսը որ մարզում է գտնվում։ Կոտայքի մարզում։ Այո, Կոտայքի մարզի գյուղերից է։ Դու ինչ երգիչ ես սիրում։ Հայկ Սարգսյանի բադու։ Քեզ։ Վայ։ Արմինե, ուրեմն դու պետք է դառնաս երգչուհի։ Ահա, Կարմեն։ ասա։ Որ Արմենեն լավ չի անում նկարահանումների ընթացքում ջղային անում ես վրան։ Դու պատասխանի։ Մեկ հա։ Մեկ։ Հա։ Բայց հա։ Հա։ Լիքը ուղղություն եմ ցույց տալիս։ Ահա, հիշեց, միշտ ասում եմ մեջքը ձիգ պահի, ուղիղ պահի։ Տեսակ, հիշեց։ Կանոն ինչ է։ Ասիա դու 5-րդ դասարան ես։ Այո։ Ահա, հիմա լսում ենք քո հարցը։ Արմենե, սրբա մեր դպրոցի ներկայացումը քեզ դուր եկավ։ Հա, շատ։ Ուղղված է։ Ինչը քեզ դուր եկավ։ Երեխեքը դպրոցը, բարելը, երգելը, արտասանելը։ Իսկ դու կարող ես մայրիկին նվիրված մի հատ բանաստեղծություն արտասանել։ Հանեմ գանձերը հայոց լեռներին շախտան բոլորը մորս ոտքի տակ ախելի քիչ է աղքիչ է էլի շախտան մարգարիտներ համային ծովային ծաղիկների հետ մորս ոտքի տակ ախելի քիչ է աղքիչ է էլի Ծափահարություններ։ Մամ, ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Հենց այսպես էլ Ապրում ենք։ Մերսի, դելի կոտակ գյուղում։ Կարջան ինձ կպատմես ձեր գյուղի մասին։ Մեր գյուղը շատ ուրախ գյուղ է։ Շուտով Հիսուս Քրիստոսի արձանը դնելու են Հատիս լեռան վրա եւ ամեն առավոտ կամ գիշեր մենք տեսնում ենք Հիսուսի արձանը։ Ուրիշ ինչ կպատմես։ Ուղիղ 25 օրից մեր սոսում մի դաշտ կա, որտեղ ես եւ իմ ընկերները պարապում ենք ֆուտբոլ։ Այդ դաշտը սարքելու են շուտով արհեստական, որպեսզի խոտածածկը ավելի լավ լինի եւ կարողանանք խաղալ։ Ահա, այսպիսի հարց, Գոր, դու վերջին անգամ երբ ես մի լավ բան արել։ Բարարնակ դու սա խաղալուց ես լինում, մեկը ծանդեր գնում է օգնում ես։ Արշակ ջան, ինձ կպատմես քո մասին։ Հա, ես Արշակն եմ 11 տարեկան, հաճախում եմ Կարտեկի օկուշինին, այս տարի 7-րդ ամիս պարապում եմ կարապեով եւ ունեմ 20 հատ մեդալ, որից 5 հատ Հայաստանի առաջին, որից 4 հատ կրվել եմ, մեկը նակոտով եմ կրվել, մեկը հաղթել եմ։ Արշակ ջան, չմտածես, ես քեզ ուշ եմ տալի, դու գաղթես Այս եւ ամսի 17-ին լինելու Հայաստանի առաջնություն կրել եմ մեկը։ Ինչ պրիոմ կարող ես հիմա մեզ ցույց տալ։ Հեսա ցույց տա։ Արշակ, մեզ ասա թե վերջի անգամ մի լավ բան երբ ես արել։ Ոչի անգամ։ Այն որ քեզ լավ ես զգացել դրանից հետո։ Ոչի անգամ։ Ո՞վ ես օգնել։ Ինչ հարցով ես Հա, օգնել։ մեր կարտեի տղեկին, տատոմի փռնից։ Օգնել ես։ Հետո քեզ լավ ես զգացել։ Հա։ Ուրախ եք, որ Արմինեին վերեցի տեսակ։ Իրականում տեսակ։ Բայց վիդեոներից Իսկ Արմինի ամենաշատը ձենն եմ ավանել։ Հա, իրեն խոսալը։ Արմինեի հետ կարող ես երգել իր երգը։ Խոմյակը։ Հա։ Ուրախոմիա։ Յակա չկա քոմիակա գնացել է հերու հերուներ
Երուներ։ Ալետա, այսօր որ Արմինեն եկավ ձեր գյուղ, լավ բան արեց։ Այո, Հիմա սա մի լավ բան, որ դու ես արել։ այն օրը քուրիկս եկել էր, ինձ ասեց ալտիկ հեռախոսդ կտաս խաղամ, ասեցի հա կտամ ու տվեցի։ Լավ բան ես արել։ Ո՞նց արել եմ։ Խի, Հեռախոսը տվել ես, որ հեռախոսը խաղա։ ոչի։ Կասիր գնա բակում խաղա։ Մեկա տակա, արևա։ Ուրիշ բան։ Ինչ ա խաղացել։ Ինտերնետային խաղեր։ Այն կատուն որ կա։ Բա որ ինտերնետն եք տան օգտագործում։ F-net։ F-net։ Ապրեք։ Ապրեք։ Ալետա, ես տեսնում եմ, որ դու Instagram-ով վիդեոներ ես նկարում ու տեղադրում, կմանրամասնես։ Հիմա ես սկսել եմ նոր կոնտենտ, ես ուսուցողական վիդեոներ եմ անում, այսինքն ինչ-որ մի տեղի մասին կամ ինչ-որ մի վայրի մասին մարդկանց պատմում եմ, թե այնտեղի գաղտնիքները կամ ինչպես են իրանք առաջացել։ Իսկ այդ միտքը ինչպես քո մոտ առաջացավ։ Ես ու հարսիկս տունը մենակ էինք, ինքը ինձ առաջարկեց։ Իսկ ինչ կպատմես, որ մենք զարմանանք։ Ինչ բացայտում ես արել։ Մենք Դայանայի հետ էլ ենք այդ վիդեոն նկարել, Էֆելյան աշտարակի մասին էինք նկարել ու մենք տեղեկություն գտնելու ժամանակ իմացանք, որ Էֆելյան աշտարակը ամառը ջերմաստիճանի պատճառով կարա մի քանի սանտիմետր բարձրանա։ Հա? Իրեն։ Հա։ Օ, Չգիտենք։ իսկ ընդհանրապես գրքեր կարդում ես։ Որն ես կարդած։ Հիմա մեզ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը փոքրիկ իշխանի գիրքն են նվիրել, այդ եմ կարդում։ Պարապմունքների գնում ես կողքից։ Մենակ գնում եմ բարի եւ հրուշակագործության, այն ժամանակ գնում եմ անգլերենի պարապմունքների։ Անցած նկարահանման երգեր եմ, ինձ հետ տեսել եք ինձ։ Ճիշտ է, որ երգը երգեցի։ Սարի Սիրիերը։ Տեսար ինչքան դիտումներ հավաքեց քո երգը։ Հարցը Արմինե, դուր։ Ինչ լավ բան ես արել։ Ավտոբուսի մեջ մի տատիկի տեղ եմ զիջել։ Այսինքն քո նստած տեղից վեր ես կացել, տատիկը նստել է քո տեղում։ Այո։ Ահա, հետո քեզ լավ ես զգացել։ Ասացիր, ինչ լավ է ես բարություն արեցի, հա։ Պետք է բոլորս այդպես վարվենք։ Ինչու՞։ Որովհետև մեր երկրին շատ է պետք այդպես մարդիկ։ Բարություն անելը շատ է պետք մեր երկրին։ Բայց այսպես մտածեք, ով ինչ անի, Ակուտ։ իրեն կանի։ Ով ինչ անի, իրեն կանի։ Այո, հիմա եթե դուք այդպես եք վարվում ձեզնից մեծերի հանդեպ, մի օր դուք էլ եք չէ մեծանալու։ Մյուսներն էլ փոքրերը ձեզ հետ այդպես կվարվեն։ Հիմա ինչ երգ ես երգելու մեզ համար։ Արմինեի համար։ Նարեկ Գևորգյանի համշահայերեն երգերից մեկը։ Միշտ ես եմ երգել, այս անգամի դու երգի։ Երգիք լուշ քուզիմ, աստեղ է փլուշ քուզիմ, երգիք լուշ քուզիմ, աստեղ է փլուշ քուզիմ, լուսնիկային մշնան հետ քեզի փութեն ուշ քուզիմ։ Լուսնիկային մշնան հետ քեզի փութեն ուշ քուզիմ։ Ոնց է սովորել այդ դժվար լեզուն ապրես։ Ոնց է սովորել։ Իմ համար հեշտ էր։ Մի ժամ սովորել եմ, կես ժամում։ Օ, իսկ հասկանում ես երգի իմաստը, բառերը։ Մի քանիսը հա, մի քանիսը չէ։ Թագուհի ջան, ինչ լավ բան ես արել քո կյանքում։ Ընդհանրապես էլի։ Ընդհանրապես մի տատիկ ես ջիջեր եմ, որ նստի։ Որտեղ ավտոբուսի մեջ։ Հա, Դա որ ավտոբուսն էր։ չգիտեմ, Որտեղ էիր գնում։ Աբովյան։ Քուրիկ ապերիկ ունես։ Հա, երկու աղբեր ունեմ, քուրիկ չունեմ։ Բայց կուզես քույրիկ ունենաս։ Հա, Դե Արմինեին տալիս եմ քեզ։ Տար ձեր տուն, պահի, դարձրու քո քույրիկը։ Դե գնացեք ձեր։ Ինչա։ Թամարա։ Դու հեչ քո կյանքում ինչ-որ լավ բան արել ես։ Այո։ Ինչ ես արել։ 3 հատ մորոժնի էի արել։ Ընկերուհիս բանը մոտը կոպեկ չուներ, բանը մի հատը տվեցի իրան։ Ապրես։ Շատ մեծ բան ես արել։ Ոչ թե լավ բան ես արել, շատ մեծ բան ես արել։ Երեխեք, առաջարկում եմ մի հատ լավ խաղեր խաղանք։ Գնաց։ Ֆուտբոլ։ Խաղանք։ Ֆուտբոլ։ Այսինքն
Արմինեն իր տաղանդը ցույց տա։ Աշա տարի։ Արմինե, կիսվիր քո կարծիքով տպավորություններով։ Երեխեքի հետ խաղացինք 5-րդ դասարանի, հոգնեցինք, չլվեցինք, երգեցինք, խոսացինք։ Լավ անցավ։ Հա, շատ։ Գոհես։ Հա, Էլի կգաս։ հա, Լավ որ ծանոթություն ձեռք բերեցիր։ հա։ Ճիշտ է, իրենք քեզ ճանաչում են, բայց դու իրենց ճանաչեցիր։ Հա։ Էլի կցանկանաս լավ բան անենք։ Հա, Օրինակ մյուս անգամ ինչ կարելի է անել։ օրինակ գնանք խանութում վաճառող աշխատենք։ Քո երազանքն է, չէ՞ դա։ Ժողովուրդ կոմենտներում գրեք, թե որ գյուղի, որ խանութում կցանկանաք տեսնել ինձ ու Արմինեին։ Արի մեր գլխավոր հովանավորն էլ չմոռանանք։ Fnet Telecom-ին։ Այո, Fnet Telecom-ը աշխարհի Լավ կապն է։ Սիրելիներ, Fnet-ը նոր առաջարկներ ունի ձեզ համար։ Եթե ուզում եք ծանոթանալ, զանգարեք 8988 հեռախոսահամարով կամ էլ այցելեք fnet.am։ Դե Արմինե ջան, գնանք Երևան։ Քեզ պետք է դեռ ճանապարհենք Նիզամի։ Գնանք։ Գնանք։ Ստեցյուն կոտայ գյուղ։ Հաջողություն։ Էլի կհանդիպենք։